Շատ ընտանիքներում փողի մասին խոսելն անպատշաճ է համարվում։ Եվ երեխան մեծանում է երկու ծայրահեղությունների մեջ, կամ վախով, կամ էլ փողի հանդեպ շատ մեծ սիրով։ Մինչդեռ երեխային պետք է բացատրել, որ փողը գործիք է, ոչ թե վտանգ եւ ոչ էլ կյանքի նպատակ։ Եթե երեխան անընդհատ լսում է, որ փողը դժվար է աշխատելը, որ փողը վտանգավոր է, որ փողը միայն վատ մարդկանց ձեռքում է լինում, որ փողը ծառերի վրա չի աճում եւ այլը, նա մեծանում է աղքատի հոգեբանությամբ։ Ու այսպիսի մարդիկ մեծահասակ տարիքում դժվար են փող աշխատում, նրանք հարստության մասին մտածել անգամ չեն կարող, որովհետև ենթագիտակցական ծրագրով գիտեն, զգում են, մտածում են, որ փողը վտանգավոր է եւ այն դժվար է աշխատում, այն ստրեսի բույն է։ Ուստի 3 կանոն։ Ընտանիքում երեխաների հետ փողի մասին խոսելը խելամիտ է, ոչ թե ամոթ։ Կանոն համար 2. Հարստության մտածողությունը սկսվում է մանկությունից։ Եվ կանոն համար 3. Այն մարդը, ով վախենում է փողից, նա չի կարող փող ստեղծել։